Դե ինչպես։ Գեղեցկուին խոստացել էր, որ երկրորդ հատվածում մենք նաև հնարավորություն ենք ունենալու խոհանոց տեղափոխվելու, իսկ ինչին ես առավոտյան նույնիսկ ժամը 8:15-ից եմ սպասում, հասունացավ եւ եկավ այդ գեղեցիկ պահը, այդ կարևոր պահը, որ հենց այս պահին արդեն տեղափոխվենք խոհանոց, որովհետեւ խոհանոցում մեր գործընկեր Անուշն է, ողջունում ենք քեզ Անուշ։ Բարի լույս Անուշ։ Բարի լույս սիրելի գործընկերներ։ Տեսնել այդ լայն ժպիտով մեր տաղավարի խոհանոցային հատվածում ու ուզում ենք միանգամից իմանալ, թե ինչ ես այսօր պատրաստելու մեզ համար։ Այսօր շատ համեղ աղցան եմ պատրաստելու։ Հիմա ասեմ ինչ է մեզ անհրաժեշտ դրա համար։ Սիսեր է անհրաժեշտ, որն արդեն եփված է, ավոկադո, պարմեզան պանիր, այստեղ տարբեր համեմունքներ են, հիմա մանրամասն կասեմ, եւ գլխավոր որպես բաղադրիչ ավոկադո, ձիթապտուղ եւ պետք է 1000-ի տերև։ Հիմա ես պետք է շատ արագ տապակեմ սիսերը, մի փոքր ձիթապյուղ կանենք եւ համեմում ենք ու մի փոքր չորացնում ենք, որպեսզի խրթխրթան սիսեր ստանանք։ Համեմում ենք աղով եւ պղպեղով, ինչպես հասկացա։ Այո։ Հիմա կարմիր պղպեղ կավելացնենք եւ լավ կարմիր գույն կստանանք։ Սխտորի փոշի, կարող ենք թարմ սխտոր ավելացնել, նաեւ, բայց պարտադիր պետք է 2-ից 1-ն ավելացնել։ Եվ աղանենք։ Ու սև պղպեղ կծու կլինի մի փոքր, բայց կարծում եմ հաճելի։ Մեր սև պղպեղը, որովհետև կծու է։ Ինչպես։ Մեր սև պղպեղը, որովհետև կծու է։ Ոչ, ուղղակի կարմիր պղպեղ, սև պղպեղ միասին իհարկե գուցե մի քիչ ավելի շատ կծու լինի, բայց դա կծու սիսերները արդեն հաճելի կլինի, այո։ Իհարկե, սիրելու վրա է, ով կուզենա քաղցր տարբերակով, ով կուզենա մի քիչ կծու տարբերակով արդեն։ Այո։ Եվ պետք է տապակենք, մինչև մի փոքր կչորանա, մենք սկսենք կտրտել 1000-ի տերևները։ 1000-ի տերևները կարող ենք փոխարինել քեյլով, քեյլը ավելի նորաձև, նոր կանաչի է, որն ավելի վերջին տարիներին են օգտագործում, գանգրակաղամբ հայերեն կոչվում է։ Գանգրակաղամբ։ Այո, բայց որպեսզի հեռուստադիտողներին հեշտ լինի գտնել եւ ամբողջ Հայաստանում բոլոր տեղերում գտնեն որևէ կանաչի, ես առաջարկում եմ 1000-ի տերևով պատրաստել։ Այո, այն միշտ արկա է։ Այո, միշտ բոլոր խանութներում կգտնեք հաստատ։ Անուշ, որքան արագ ես աշխատում, դու խոհանոցում ուզում հասկանալ, ուր ես շտապում։ Նկարահանման եմ գնալու հետո։ Նկարահանման ես գնալու հետո։ Իրականում ես միշտ եմ այսպես աշխատում, որովհետև ինձ միշտ 24 ժամը չի բավականացնում։ Սկզբում տանը, երբ գնում ես աշխատանքից տուն էլի ես շտապում, որպեսզի հասցնես։ Եվ ընդհանրապես արագաշարժ եմ դրա համար։ Շատ լավ, ինձ հետաքրքիր է, որովհետև հենց անձամբ քեզանից եմ լսել, որ 1000-ի տերևները կարելի է պարտադիր է չկտրատել, այլ պետք է փոխել։ Ինչ ես դու հիմա կտրտում։ Մի քիչ ավելի մանր է պետք։ Մանր է պետք, որպեսզի Մանր էսպես ձեռքով անեինք։ Ձեռքով այդքան ավելի կարճ երկար ժամանակ կպահանջեր, այդքան ժամանակ չունենք։ Եվ դրա համար ես կտրտեցի այս անգամ, որովհետև մենք պետք է պատրաստենք թանձրուկ ու այսօրվա աղցանի ամենահետաքրքիր պահը հենց մեր թանձրուկն է, շատ համեղ է եւ այդ թանձրուկը որպեսզի ամբողջապես այսպես ներծծվի կանաչու մեջ, պետք է մի քիչ մանր կտրել։ Թանձրուկը հիշում ես մինչև եթերներ ինչ լավ էր ներկայացնում Անուշը, որ այսօր գիտեք ինչ թանձրուկ է լինելու շատ համեղ, համեմունքի անունը ասեց, որ շատ կարևոր բաղադրիչ է այդ թանձրուկի մեջ։ Ես մեկ անգամ կհիշացնես։ Իսկ հիմա ժամանակն է արդեն անդրադառնալ այդ համեմունքներին։ Կապարին հիմա կանդրադառնամ, ասեմ, որ այստեղ պետք է ավելացնենք եւս մի փոքր աղ, կարծես թե առանձին բաղադրիչներն առանձին ենք համեմում։ Աղ ձիթայուղ անենք, մի փոքր խառնենք։ Անուշն իսկապես շտապում է։ Շատ է շտապում, այսօր երևի շատ գործեր են։ Պետք է ամեն ինչ հասցնենք, բայց նրա մոտ միշտ ասում եք, միշտ ասում եք։ Ես ասում եմ, սովորաբար խոհանոցում այսպես է։ Հետաքրքիր է տաննել ես այսպես, շատ արագ ամեն ինչը։ Այո։ Սովորաբար տանն ավելի Իսկ արագ է։ այսօր առավոտյան դու նախաճաշ հասցրել ես անել։ Այո։ Նախաճաշել ես։ Ինչ ես Իսկ երեխաներին նախաճաշ պատրաստել ես։ Երեխաները ոչ։ Victorine արդեն սովորել են, նրանք արդեն, այո, հիմա իրենք իրենց համար են պատրաստում։
Տեսեք, մի փոքր այսպես կարմրել է եւ ավելի խրթխրթան կդառնա։ Սովորաբար դնում ենք ջեռոցում, այստեղ որպեսզի հիմա ուղիղ եթերում ցույց տայի, ուղղակի դրա համար տապակում եմ, բայց կարելի է նաեւ տապակել։ Բայց դնում ենք ջեռոցում եւ մի փոքր խրթխրթան է դառնում ու հաճելի է այդպես լինի։ Ես այս ընթացքում հասկացա, որ Ռուբենը նշեց 8-ից սպասում է այս պահին, հետևաբար դու չես նախաճաշել այսօր։ Ես երբեք չեմ նախաճաշում։ Ես սա բարձրացնում եմ, որպեսզի դուք երբեք իմ օրինակով չշարժվեք։ Եվ իմ օրինակով եւս, բայց մենք կարող ենք այդպես չշարժվել, որովհետեւ տաղավարում մեզ համար միշտ մեր գործընկերները մի հետաքրքիր բան մտածում են։ Հիմա պատկերացնում եք, չէ՞, ես ու Ռուբենը որքան ոգևորված ենք հետևում քո գործողություններին։ Այո, հիմա հաստատ կհավանեք այս աղցանը, կհամտեսեք, վստահ եմ կհավանեք։ Դա թթվասեր էր։ Թթվասեր ավելացրեցի եւ մի փոքր մայոնեզ կավելացնենք։ Ես ընդհանրապես աշխատում եմ չօգտագործեմ, բայց մի փոքր այստեղ անհրաժեշտ է։ Խառնում ենք, ավելացնում ենք մանանեխ, դիժոնյան մանանեխ եւ կծու մանանեխ։ Ինչպիսի՞ան։ Դիժոնյանը դա քաղցր մանանեխն է եւ կարելի է շատ առատ ավելացնել։ Իսկ այստեղ խառնված են եւ մենք մի քիչ կավելացնենք, բայց եթե դիժոնյան ծագում ունի, վերջում յան կա։ Դիժոնյան։ Հատիկավոր, դու հաստատ տեսած կլինես արձաններում, հատիկավոր, այո։ Եվ ավելացնում ենք կապերց, կոչվում է կապար հայերեն թարգմանված, դա հետաքրքիր բույս է, որը շատ օգտակար է եւ փոքրիկ ծաղիկներն են չբացված, այսինքն կոկոններն են։ Եվ սա հին Հունաստանում օգտագործել են որպես դեղամիջոց, հակաբորբոքային, նույնիսկ ատամնացավի ժամանակ պատրաստել են թուրմ, ողողել են եւ օգտագործել են։ Այնպես որ շատ օգտակար։ Բայց ես տեսնում եմ, որ կան եւս 3 բաղադրիչներ՝ պարմեզան, պանիրը, ձիթապտուղը եւ կիտրոնը։ Այո, մենք հիմա հերթով պետք է ավելացնենք սիսերը դնենք մի կողմ, արդեն եղել է եւ հիշում ենք, որ պետք է կիտրոնը կտրել առանձին դանակով, որպեսզի դանակը չբթանա։ Քամում ենք։ Կիտրոնը դանակը բթացնում է։ Այո։ Դու անցած անգամ չես եղել։ Ես նա բաց եմ թողել, այսինքն։ Տես, կիտրոնը երբ որ դու կտրում ես, պետք է նույն դանակը, եթե կտրեցիր, հետո պետք է շատ արագ լվանալ կամ թեկուզ անձրոցիկով կամ շոմի հարմարանքով մաքրել։ Որովհետև այն գյուտը, որը որ ունի իր մեջ կիտրոնը, դա բթացնում է շատ սուր դանակները։ Շնորհակալություն Անուշ։ Ես էլ ասում եմ ինչու են իմ բոլոր դանակները բթացած։ Ես պապեսի դու շնորհակալություն ես ասում Անուշին։ Շնորհակալություն Ռուբեն։ Շնորհակալություն Անուշին սկզբնախբյուրը լինելու համար այս պատմության։ Ինչ խոսք։ Հասանք պարմեզանին։ Այո, հիմա պարմեզան ենք կտրում, որպեսզի խառնենք թանձրուկին։ Եվ իսկ այս աղցանի ծնունդը երբ ծնվեց կամ որտեղից իմացանք նրա մասին։ Ես ուղղակի համացանցում տեսա եւ շատ հավանեցի, ուղղակի նայելով արդեն հասկացա, որ շատ համեղ է լինելու, պատրաստեցի, ստացվեց, իսկապես դրա համար էլ մեր ընտանիքի անդամներն շատ հավանեցին, դրա համար որոշեցի պատրաստեմ նաև այստեղ։ Անուշ, իսկ հետո մեր հեռուստադիտողները հաճախ գրում են քեզ քո էջին, հարցեր տալիս, այն բաղադրիչը ինչով կարելի է փոխարինել կամ հիշեցնես բաղադրատոմսը։ Շատերը բաղադրատոմսն են ուզում, եթե հասցնում եմ լուսանկարել եւ տեղադրել բաղադրիչները անպայման մանրամասն նշում եմ եւ ասում եմ, թե ինչ է մեզ պետք։ Ավելացրեցինք թանձրուկը։ Դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ համ է այստեղ լինելու։ Ես անհամբեր եմ արդեն։ Ես չեմ ուզում պատկերացնել, ես ուզում եմ փորձել։ Մի լավ խառնում ենք, որպեսզի թանձրուկը լավ խառնվի։ Հետո նոր սկսելու ենք ավելացնել բաղադրիչները։ Մեզ մնում է ավելացնել ձիթապտուղը եւ ավոկադոն։ Ճիշտ է, ավոկադո էլ ունեին։ Ձիթապտուղը հենց այսպես ենք ավելացնում։ Եվ կտրում ենք ավոկադոն ու վերջացնում ենք։ Իդեպ 3 մեր տաղավարում ունեինք շեֆ խոհարար, որը որ շատ հետաքրքիր մի բան պատրաստեց։ Ինչ պատահեց Անուշ, դու բացեցի ավոկադոն, լավը չէր, որովհետև Չենք ավելացնի ավոկադո։ Անակնկալ, առանց ավոկադոն միշտ չէ, որ չկտրված զմերուկի պես է, չէ, միշտ չէ, որ այդպես հաջող է ստացվում, բայց մենք հիմա կավելացնենք սիսերը։
Եվ քիչ-քիչ Անուշ նաև հավաքում է ամբողջ հատվածը, որպեսզի մատուցի գեղեցիկ։ Խրթ-խրթան։ Օ, ինչ էի ուզում ասել, եւ այդ շատ խոհարարը տավարի հում մսով աղցան պատրաստած, հում մսով։ Դու հումիս ես կերել։ Այո։ Եվ մանեն նույնպես, եւ մեր գործընկերներից մի քանիսը նույնպես։ Եվ դա ֆանտաստիկ էր պարզապես։ Ուղղակի գաղտնիք նրանում էր, որ պետք է կարողանալ ճիշտ ընտրել միսը։ Մի քիչ լարվում եմ, ճիշտ ասած, որ հումիսը հավան է։ Մենք էլ։ Ես գնամ եմ բազմոցին նստեմ։ Գնամ եմ բազմոցին նստեմ։ Անուշը կարծես թե ածում է։ Չէ, իրականում, որովհետև հաճախ է, այո, հանդիպում, հատկապես վերջին, դեռ վաղուց իրականում, բայց որ հում միսը կամ մի քիչ միջին նույնիսկ եփված կամ տապակած։ Չէ, դա լրիվ հում էր։ Այսպես հում միսը կտրատեց եւ պատրաստեց դրանով աղցան, որը որ շատ համեղ էր եւ անսպասելի։ Չհամեմեց ոչ մի բանով։ Իհարկե համեմեց։ Չեմ հիշում։ Չես հիշում։ Պետք է նորից միացնենք եթերը նայենք։ Դե խոհարարի էջին պետք է գրել ինչը որ նաև գրում են մեր հերոսատողները Անուշի։ Անուշ, մենք արդեն պատրաստ ենք։ Այո, գրեթե մի Քերում ենք փոքր։ նորից պարմեզան։ Այո, պարմեզան ենք քերում։ Պարմեզանը միշտ գեղեցիկ է աղցանների վրա եւ այսպես ավելացնում ենք։ Պատկերացնում ենք, որ այս աղցանի մեջ կարող էր լինել նաև ավոկադո։ Այո։ Բայց մեզ այն դրա բացակայությունը չի խանգարի։ Իհարկե ոչ։ Անուն ունի Անուշ։ Անուն, եկեք մտածենք միասին։ Ինչ օրինակ առանց ավոկադոյի աղցան։ Ավոկադոյով աղցան։ Չէ, չավոկադոյով աղցան։ Իսկ այն ծաղիկի անունը ո՞նց է։ Կապար։ Կապար։ Խրթ-խրթան կապար, չէ, չի ստացվում։ Խրթ-խրթան։ Կապարի հետ մի բան պետք է մտածել, Մեզ պետք է համտեսել, որպեսզի մենք կարողանանք ասել, թե ինչ կարելի է անվանել այս աղցանը։ Դե մենք մինչև չփորձենք չենք կարողանում մտածել։ Առաջարկում եմ Անուշին ասենք շատ շնորհակալություն։ Այո։ Շատ արագ, շատ համեղ, հուսով ենք ու վստահ, որ շատ շուտով նաև կփաստենք դա եւ շատ հետաքրքիր նաև գեղեցիկ նայ, ինչ գեղեցիկ է։ Հերոստատիտողներին ասում ենք բարի ախորժակ, երաժշտություն, իսկ մեզ ասում ենք բարի ախորժակ, գնացինք։ գնացինք։